հրապարակվեցի բանակցային փաստաթղթերը, բայց դուք դժգոհում էիք նշելով, որ այդ փաստաթղթերը չէ, որ պահանջում էիք։ Ինչու կառավարությունը չհրապարակեց Հայաստանի պատասխանը 2019 թվականի Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների։ Մեկ ճշտում անեմ, մենք պահանջել ենք եւ բոլոր խաղաղության առաջարկները, որոնք պաշտոնապես տրվել են Մինսկի խմբի համանախագահության կողմից, ինչպես նաեւ, եւ դա մենք հատուկ շեշտել ենք, Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը այդ առաջարկները։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թերություններով որոշակի Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, մասնավորապես 2019 թվականի հունիսի առաջարկը։ Չգիտես ինչի չի հրապարակել 2019 թվականի ապրիլի առաջարկը եւ չգիտես ինչի չի հրապարակել հայ դիվանագիտության պաշտոնական պատասխանը այդ առաջարկներին։ Բայց անգամ 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը արդեն բավականին լուրջ լույս է սփռում կատարվածի վրա։ Այսինքն պարզվում է, որ Հայաստանը ունեցել է բացարձակ նպաստավոր առաջարկ պահպանելու ամբողջ Արցախը Քելբաջարով, Լաչինով մեր վերահսկողության ներքո, ստանալու բացարձակ հզոր երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար եւ այդ առաջարկին չի պատասխանել, իսկ ավելի ճիշտ պատասխանել է պրովոկացիոն ելույթներով, պատասխանել է 2019 թվին օգոստոսին Ստեփանակերտում տեղի ունեցած միտինգում, որ Արցախ Հայաստան է եւ վերջ, պատասխանել է տարբեր տեսակի այլ պրովոկացիաներով, ըստ էության Նիկոլ Փաշինյանը մերժել է բանակցությունները եւ դրանից հետո է, որ Մինսկի խումբը այլևս համարել է, որ բանակցություններով հարցի կարգավորման պաշարը սպառված է։ Նիկոլ Փաշինյանի վրա է ամբողջ պատասխանատվությունը եւ մեղքը այս կործանարար պատերազմի համար, 5000 զինվորների կյանքի համար եւ ընդհանրապես այն խեղճ վիճակի համար, որում այսօր հայտնվել է Հայաստանը բացարձակ սպառնալիքներով շրջապատված, կապիտուլյացիայի այս գործընթացը չի դադարում, այս ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն էր եւ մենք սրա համար էինք պահանջում, որ ինքը հրապարակի այդ փաստաթղթերը եւ վերջապես դա տեղի ունեցավ, ընդ որում ամենահետաքրքիր հետևանքն էր, որ հենց այդ հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը արդեն ինքը ասաց, որ այլևս չեմ հրավիրում բանավեճի, որովհետեւ դա իմաստ այլևս չունի։ Ուղիղ այն ինչ որ մենք էինք ասում, որ հենց որ այդ պլանները հրապարակվեն, բանավեճը դառնով կսպառվի, որովհետեւ քո մեղքը Նիկոլ Փաշինյան ամբողջությամբ բացահայտ կդառնա ամբողջ ժողովրդի առաջ։ Պարոն Զուրաբյան, ասում եք ամբողջ պատասխանատվությունը եւ մեղքը Նիկոլ Փաշինյանի վրա է, բայց օրինակ նախկին նախագահները, որոնք բանակցել են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, արդյոք քաղաքական պատասխանատվություն չունեն Արցախի հարցով, նաեւ բանակցությունների վարման, որովհետեւ իրենք եւս այդ գործընթացին մասնակցել են։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ինչու ենք մենք պահանջում նաև մեր պատասխանների հրապարակումը, որովհետև այդ պատասխաններից Հայաստանի ղեկավարները ունեցել են 3 ճանապարհ։ Ճանապարհ առաջին գնալ խաղաղության, այն ինչ որ Տեր-Պետրոսյանը արեց 97 թվին, եւ դա մերժվեց ոչ թե Հայաստանի դիրքորոշման պատճառով, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշման պատճառով, Ադրբեջանն էր համաձայն։ Երկրորդ ճանապարհը դա շարունակել բանակցությունները, ինչպես վարվեցին Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, այն նպատակով, որ ավելի նպաստավոր լուծումներ ստանան, որ ես համարում եմ անհեռատես ճանապարհ, որովհետև իրականում չստացանք ավելի լավ լուծումներ եւ այդ ավելի լավ լուծումները չիրականացվեցին, եթե անգամ ինչ որ քիչ թե շատ նպաստավոր պլաններ ստացել էինք, եւ կար երրորդ ճանապարհ, ընդհանրապես մերժել բանակցությունները, գնալ պատերազմի։ Այսինքն 3 ճանապարհ կա, գնում ես խաղաղության, գնում ես բանակցությունների շարունակման, գնում ես պատերազմի։ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրել է խաղաղության գնալու ճանապարհը,
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ընտրել են անհեռատես ճանապարհը շարունակելու բանակցությունները, բայց գոնե այդ շարունակությունը թույլ էր տալիս կանխել պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի բացահայտ մերժել է բանակցությունների անցկացումը, ինչը բացել է պատերազմի դուռը։ Ասում են նախկինները լուծեին, ինչու չէիք լուծում, եթե այդքան նպաստավոր պայմանների էիք բերել այդ փաստաթղթերը, երեք նախագահիներին էլ նկատի առնելով լուծեիք, հնարավոր էր այդ ժամանակ, լուծեիք, ինչու չլուծեցիք։ Հա, լուծելու համար առաջի քայլը համաձայնություն հայտնելն է պլանին, խաղաղության պլանին։ 97 թվին Տեր-Պետրոսյանը դա արել է, այսինքն իր մասով ինքը արել է դա։ Նորից եմ հիշեցնում, Լեռնային Ղարաբաղն է մերժել, այսինքն Տեր-Պետրոսյանը ապահովել է Ադրբեջանի համաձայնությունը, տվել է իր համաձայնությունը, մերժվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, այդ առաջարկը, բայց գոնե իր մասով Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է խաղաղության։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ասում եմ, զբաղվել են իրականում շարունակության բանակցություններով, շատ հաճախ ձգձգման քաղաքականություն են ընդունել, կոնֆլիկտի սառեցման քաղաքականություն, որը ես նորից եմ կրկնում, անհեռատես էր եւ այդ առումով ես կիսում եմ իրենց ուղղված քննադատությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը արել է ամենասարսափելին։ Ինքը չի էլ արել որևէ քայլ ոչ միայն լուծելու, ինքը արել է քայլեր պայթեցնելու կոնֆլիկտը։ Եվ հետևաբար այդ դեմագոգիան, որ ինքը ասում է, «Լուծեիք», ես չեմ ընդունում, որովհետև ինքը ունեցել է պատմական շանս լուծելու, ընդհանրապես պետք էր համաձայնվել, որտեղ շատ լուրջ ապացույցներ կան, որ Ադրբեջանը համաձայնվել էր այդ պլանին, ավելին պատերազմի ժամանակ պահանջում էին, որ եւ Ալիևը եւ Փաշինյանը համաձայնվեն այդ պլանին, որ պատերազմը դադարի, Ալիևը համաձայնվել էր, իսկ Փաշինյանը ոչ, հետևաբար ինչ որ ինքը ասում է, դա կատարյալ դեմագոգիա է։ Եվ քիչ առաջ էլ Արցախի ներկայացուցիչը նշեց, որ 2019 թվականի բանակցային փաթեթից Արցախը տեղյակ չի եղել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք տեղյակ է եղել Արցախը, թե ոչ։ Ես կարող եմ մենակ ենթադրություններ անել, որտեղ Փաշինյանը ինչպես միշտ այդ հարցում տվել է հակասական տվյալներ։ Մի անգամ ասել է, ես ամբողջ փաթեթը, բոլոր բաները, առաջարկները բացել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջ, հիմա պարզվում է, որ չի բացել, ընդհանրապես մենք տեղեկություն ունենք, որ այդ պլանին տեղյակ են եղել, այդ ամբողջ տեքստային ճշգրտության պլանին տեղյակ են եղել երկու մարդ, Նիկոլ Փաշինյանը եւ Զորաբ Մնացականյանը։ Ավելին ձեզ ասեմ, ո՞նց կարող է ինքը տեղեկացրած լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե ինքը հրապարակայնորեն ասում էր, որ ոչ մի պլան չկա սեղանին։ Այսինքն նշանակում է 2019 թվի եւ ապրիլի եւ հունիսի պլանները Նիկոլ Փաշինյանը ուղղակի թաքցրել է հասարակությունից։ Լավրովը ասում էր կա լուրջ փաստաթուղթ, Փաշինյանը ասում էր ոչ մի փաստաթուղթ չկա։ Հետևաբար արդեն այդ հակասությունները, որ մենք տենում ենք Փաշինյանի տարբեր հանրային հայտարարություններից, ցույց են տալիս, որ մենք գործ ունենք սովորական մի հատ ստախոսի հետ, որը զբաղվել է ոչ թե դիվանագիտությամբ, ոչ թե խաղաղ կարգավորմամբ, այլ զբաղվել է, չգիտեմ, արկածախնդրական մի գործունեությամբ, որի ամբողջ իմաստը եղել է այն, որ ինքը հանկարծակի չգնա ծանր եւ դժվար որոշումներ պահանջող քայլերի